Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 761 միլիոն դրամ, այն հագեցված է անհրաժեշտ գույքով եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Աշտարակի բժշկական կենտրոնում։ Հիմա դժվարությունը նաև է նա, որ հիվանդանոցը ալտ է։ Ինչքան հեռու է շատ։ Ինչքան Այո, մրցույթը այդ տարվա ամսի 16-ին, նոյեմբերի 16-ին կունենանք շինարար, որը արդեն կմեկնարկի շինարարական աշխատանքները։ Սա խնդրեմ ներկայացրեք ակնաբուժական սարքավորումներն են, որոնք ես այս նոր ենք ստացել, այո, հատակը։ Իսկ ինչ ընդհանուր առմամբ ինչ սարքավորումներ եք հատկացրել։ Այստեղ Հիմա պոլիկլինիկայում աշխատում են միայն պոլիկլինիկայի աշխատողները, թե ուրիշ հիմնարկներից են կազմում։ Բարև ձեզ։ Որ կաբինետներ սա։ Սա մատական Հիմա մենք բան ունենք, ստանդարտ ունենք, որ մեր պոլիկլինիկայում պետք է լինի սա։ Ֆունկցիան կատարելու համար ապահովության։ Չէ, բայց ընդհանուր ստանդարտ ունենք, այդպես է։ ծավալում ենք, ինչ ծավալություններ պիտի մատուցեն, ու դրան համապատասխան հագեցվածության ցանկ ունենք։ Մեր խնդիրը ինչ է, որ մենք պետք է հստակ ձևակերպած լինենք, որ մենք ասում ենք պոլիկլինիկա, ինչ նկատի ունենք, որ մենք ասում ենք դպրոց, ինչ նկատի ունենք։ Հիմա ասենք օրինակ, եթե այս պիջակը, չէ, բայց եթե այս պիջակը կոճակ չունենա, գրպաններ չունենա, օձիկ չունենա, էլի կարող հագնենք, էլի կարող ասենք պիջակ, բայց պիջակը լրիվ ուրիշ բան է։ 300-ից մեկը կառուցվել է Սասունիկի միջնակարգ դպրոցը։ Կառավարությունը հատկացրել է 2 միլիարդ 157 միլիոն դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սասունիկի միջնակարգ դպրոց։ Ընդհանրապես ինչքան մենք ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի խնդիրները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների բոլոր լուծումները կրթության մեջ են եւ կրթության ոլորտում են։ Եվ նաեւ պիտի ասեմ, ելի առիթ եմ ունեցել ասելու, որ դպրոցաշինությունն է մեզ համար կրթական գործընթաց է։ Եվ իհարկե, երբ ես հիշում եմ, թե որտեղ ենք այս առումով եւ ուր ենք հասել հիմա, մենք հսկայական ճանապարհ ենք անցել սովորելու ինչ պետք է անի կառավարությունը իր մասով եւ գործադիր իշխանությունը դպրոցաշինությունում ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար, բայց նաեւ մենք պետք է ինքներս մեր նկատմամբ ունեցած պահանջները ավելի խստացնենք, ավելի համապարփակ դարձնենք։ Մենք քայլելիս տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին ասում էի, որ մենք արդեն պետք է նաեւ դետալների վրա առավել մեծ ուշադրություն դարձնենք, ամեն անկյունը, ամեն մեխը, ամեն բռնակը, ամեն գույնը, ամեն պատը, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք այսօր այս դպրոցը կառուցում ենք, բացվել է, աշխատում է, բայց ինքը դեռ երկար տարիներ պետք է աշխատի։ Եվ մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք դպրոց այս վիճակում պետք է շարունակի մնալ։ Այդ բանից էլ, այդ ընկալումից էլ պետք է դուրս գանք, դե դպրոցը նորակառույց է, պարզ է, հետագայում ինքը պետք է մաշի։ Եվ ինչքան 10 տարի հետո որ գանք, արդեն պետք է ուրիշ ոչ 10 տարի հետո էլ պետք է այս վիճակը լինի։ Առողջ հասարակություն ունենալը պետության կայունության առաջընթացի զարգացման ու ապագայի համար կարևոր պայման է։ 2026-ից փուլային տարբերակով Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ։ Նպատակը մեկն է՝ ունենալ առողջ ազգաբնակչություն։
Համակարգի կայացման համար պետությունը ներդրել է ֆինանսական լուրջ միջոցներ հատուկ խմբերի քաղաքացիների համար։ 26 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է առաջին փուլը, որի մեջ ընդգրկվելու են մինչև 18 տարեկան բոլոր երեխաները, 65 եւ ավել տարիքային խմբի մեր հայրենակիցները եւ 18-ից մինչև 65 տարեկան առաջի, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները եւ անապահովության նպաստ ստացող մեր քաղաքացիները գումարը ամբողջությամբ վճարելու է պետությունը։ Շատ կարեւոր ռեֆորմ է եւ ես կարծում եմ, որ սա կլինի այն փրկարար օղակը մեր հանրության համար, ովքեր կարողանան գնալ հիվանդանոց բուժումներ ստանալու եւ չմտածելու որտեղից հայթայթել գումար։ Մեկնարկային փուլից հետո ըստ առաջարկվող նախագծի ապահովագրության շահառուկը հանդիսանան նաև ամսական 200,000 դրամից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները։ Առողջապահական փաթեթը լինելու է կանխարգելիչ, հիվանդությունների վաղ հայտնաբերման մի շարք ծրագրերով եւ ներառելու է բուժման ընդգրկուն ծառայություններ։ Հիմա նախարարությունը տարեկան քաղցկեղի բուժման համար քիմիոթերապիայի դեղերը տրամադրում է 300,000 դրամի սահմաններում։ Այդ 300,000 դրամը ապահովագրության շրջանակներում դառնում է 1,200,000։ Տարիների ընթացքում բազմաթիվ փորձեր ու մշակումներ են արվել համապարփակ ապահովագրության համակարգ ունենալու համար, բայց հաջողություն ներդրման տեսանկյունից չի արձանագրվել։ Այսօր արդեն կա քաղաքական հստակ որոշում ու պատասխանատու օղակների համատեղ աշխատանքի արդյունքում փաթեթը բերվում է վերջնական տեսքի։ Հայաստանի քաղաքացիներն ըստ խմբերի կդառնան առողջապահության պարտադիր համակարգի շահառուներ։ Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման տեսանկյունից կառավարության հետ կա լիակատար կոնսենսուս, նշում է պատգամավորն ու հավելում։ Աշնանային նստաշրջանի ընթացքում փաթեթն ամբողջությամբ կքննարկվի համապատասխան հանձնաժողովների կողմից, որովհետև սա մի հանձնաժողովի հարց չէ մենակ։ Ինչպես նշում է պատգամավորը, քննարկումներ կլինեն նաև խորհրդարանական լսումների ձևաչափով։ Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը կգործի հաջորդ տարվանից եւ 3 տարվա ընթացքում աստիճանական կարգով շահառու կդառնան Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Այսօր հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին մեր ցևով ժողովրդական շարժումը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։ Ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, մեր Սուրբ եկեղեցու սրբազան հայրերին, բոլոր քաղբանտարկյալներին։ Ցույց տանք մեր միասնականությունն ու վճռականությունը մեր ցևով, ասվում է հայտարարության մեջ։ Հանրահավաքից հետո սպասվում է երթ դեպի ԱԱԾ, որտեղ պահվում է գործարարը։ Գյումրու օդում պտտվում ու հենց Գյումրիում իջնում են օդանավեր, նաև Կիպրոսից մեկնման ժամանման ցուցատախնակներին արդեն կարելի է տեսնել լեռնական։ Հունգարական բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 30-ից շաբաթական 2 անգամ տանում ու բերում է ուղևորների։ Շիրակ միջազգային օդանավակայանում ընդլայնվում է չվերթերի աշխարհագրությունը։ Պոաբեդա ավիաընկերությունը աշխատում է այստեղ կանոնավոր չվերթներով, ամեն օր մի չվերթ մենք ունենք։ Հիմա ավելանում է նաև վիզերը շաբաթական 2 չվերթ։ Այս պայդրությամբ 2, որը էլի վատ չի հաշվի առնելով, որ ձմեռային սեզոն ենք մտնում, ամառային սեզոնը արդեն իր հետ կբերի հուսանք նոր չվերթներ։ Շիրակում եվրոպական ուղղություններով թռիչքների դեռ 2029 էին սպասում, Քովիդը չեղարկեց բոլոր պլանները, որ նաև Հայաստանի հյուսիսի օդանավակայանում եռուզեռն ավելանա, չվերթերը շատանան, կառավարությունն այս տարվա ապրիլին էր հաստատել օդային ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը։ Նոր ուղղությունների չվերթեր իրականացնելու դեպքում այն ավիաընկերությունները, տեղական ավիաընկերությունները կամ օտարերկրյա ավիաընկերությունները, որոնք կբազավորվեն Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններից որևէ մեկում կամ մի քանիսում, ուղևորներ փոխադրելիս Հայաստանի Հանրապետություն կարող են աջակցության ծրագրից օգտվել Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայան եւ Գյումրի միջազգային օդանավակայան ուղևորներ տեղափոխելիս ամեն ուղևորի հաշվարկով, որը որ կհատի Հայաստանի Հանրապետության սահմանը, կվճարվի համապատասխանաբար 20,000 դրամ եւ 15,000 դրամ։ Ֆինանսական աջակցությունը կարող են ստանալ թե օտարերկրյա եւ թե տեղական ավիափոխադրողները։ Շահառու դառնալու համար պարտադիր պայման է առնվազն 1 նոր ուղղությամբ չվերթեր Շիրակից։ Ծրագիրը գործում է նոր ուղղությունների համար, այսինքն այն ուղղությունների, որոնք վերջին 1 տարվա ընթացքում
չեն սպասարկվել կամ սպասարկման ծավալը եղել է կառավարության կողմից սահմանված այդ չափանիշներից ավելի ցածր։ Այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը դիմել է ծրագրին, եւ առաջին չվերթը Գյումրի իրականացվել է սեպտեմբերի 30-ին, առաջի չվերթի համար մոտ 100 ուղևոր չվերթ է իրականացրել, երկրորդին արդեն ավելի շատ էր ուղևորների թիվը, գրեթե կրկնապատկվել էր։ Շիրակը փոփոխություններին պատրաստ է։ Կառավարությունն այս տարի նորոգել էր մինչև օդանավակայան տանող ճանապարհը։ Արմենիա միջազգային օդանավակայանն էլ այս ընթացքում 14 միլիոն դոլարի ներդրում էր արել ենթակառուցվածքների արդիականացման համար։ Երբ որ օդանավը ժամանում էր, ուղևորների մի որոշ մաս դուրսն էր մնում անձրևին, արևին, դրա համար Մաքսիմում քանի հոգի կարող էին տեղավորվել։ Դա մաքսիմում 100 հոգուց ավել մարդ չէր տեղավորվի ու դեպի սպասես, որպեսզի կարողանաս անձնագրերի ստուգում անցնես, նոր ներս մտնես։ Ժամանման սրահը հիմա ընդարձակ նորոգված տարածքում է 2021-ին գործն ավարտեցին 230 ուղևոր առանց որևէ խնդրի կարող է հեշտ կանգնել ու առավելագույնը 40 րոպեում կարգավորել փաստաթղթային հարցերը։ Անձնագրերի ստուգման կետերն էլ ավելացել են։ Այնպես է մտածված, որ կա նաև ընդլայնվելու տեղ օդանավակայանի աշխատանքի ընդլայնման չվերթների շատացման դեպքում։ Վերջին 3-4 տարիներում օդանավակայանի թե մեկնման, թե ժամանման սրահների կառուցմամբ ինֆրաստրուկտուրայի շատ մեծ հարց լուծվեց, մի բան, որ Շիրակում առաջ չկար։ Այս պայդրությամբ ներկայիս ինֆրաստրուկտուրայով մենք կկարողանանք տարեկան 1.2 միլիոն ուղևոր սպասարկել։ Ի սկզբանե ներքին չվերթերի համար կառուցված օդանավակայանն այսօր բյուջետային թռիչքներ սպասարկող միջազգային շատ օդանավակայանների հետ կարող է մրցել։ Նորոգվել է 3220 մետր թռիչքուղին, փոխվել են գլխավոր տերմինալի տանիքը, դռները, պատուհանները, ներդրվել է ուղեբեռի ստացման ժամանակակից BHS համակարգ։ Գյումրեցի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են։ Նոր ուղղություններով թռիչքները հույս ներշնչում են, շուտով կգերազանցեն պատմական առավելագույն տարեկան 160,000 ուղևորի սպասարկման ցուցանիշը։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վոլոդիմիր Զելենսկուն նրան անվանելով ուժեղ մարդ, որի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Օրակարգում հիմնականում եղել է Կիևին ռազմական մատակարարումների հարցը, Զելենսկին ցանկություն է հայտնել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փոխանակել ամերիկյան Թոմահոք հեռահարհրթիռների հետ։ Կիևը վերջին շրջանում ակտիվորեն ցանկանում է ստանալ դրանք, իսկ Մոսկվան նման հեռանկարը որակում է էսկալացիային ուղղված քայլ։ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել ուկրաինական ԱԹՍ-ները, սակայն նշել, որ ամերիկյան կողմն ինքն էլ ունի Թոմահոք թևավոր հրթիռների իսկ Ուկրաինային կարող է այլ հրթիռներ տրամադրել։ Նա հավելել է, որ Կիևին Թոմահոքների վաճառքը իսկապես կարող է սրել իրավիճակը։ Թրամփն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցին, որի ընթացքում նախագահները պայմանավորվել են առաջիկա 2 շաբաթում հանդիպել Հունգարիայում։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Զելենսկին հավանաբար չի մասնակցի այդ բանակցություններին, սակայն Թրամփը կապի մեջ կլինի Ուկրաինայի նախագահի հետ։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև այն հակամարտությունները, որոնք ամերիկյան կողմը դադարեցրել է։ Թրամփի խոսքով Կրեմլի ղեկավարը հիասքանչ է որակել ԱՄՆ նախագահի ջանքերը, հիշատակելով նաև Հայաստանը։ Շարունակելով ռուս-ուկրաինական հակամարտության թեման, Թրամփը համոզմունք է հայտնել, որ թե Պուտինը, թե Զելենսկին ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Ժամանակն է դա անել, պնդել է նա։ Լրագրողների հետ զրուցել է նաև Վոլոդիմիր Զելենսկին հարցին, ինչ զիջումների է պատրաստ գնալ Կիևը եւ արդյոք կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարից, Ուկրաինայի նախագահը պատասխանել է. այժմ ամենակարևորը հրադադարի հասնելն է։ Մենք խաղաղություն ենք ուզում, իսկ Պուտինը ոչ, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցությունների, շեշտել է Զելենսկին։ Եվրատլանտյան ինտեգրման մասին Ուկրաինայի նախագահն ընդգծել է, Կիևի համար շատ ավելի կարևոր են անվտանգության հուսալի երաշխիքները։ Զելենսկին հավելել է, որ այժմ ամենադժվարը տարածքների հարցն է։ Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների նախագահները համակարծիք են եղել, որ ռուսական եւ ուկրաինական ուժերը պետք է կանգ առնեն ներկայիս շփման գծով։ Հաղորդվում է, որ Թրամփի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է եվրոպացի գործընկերներին։ Համասը Կարմիր խաչին է փոխանցել եւս մեկ մահացած իսրայելցի պատանդի աճյունը, այն արդեն տեղափոխվել է Իսրայել նույնականացման։ Հոկտեմբերի 13-ից Գազայում հրադադար հայտարարվելուց ի վեր Պաղեստինյան շարժումը դեռ վերադարձրել է զոհված 28 պատանդից 9-ի մարմինները։ Համասը մեկնաբանել է մեղադրանքները, որ շարժումը դեռևս Իսրայելին չի փոխանցել հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների բոլոր աճյունները։ Ըստ շարժման գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր մնացորդները։ Մարմինների մի մասը թաղված է Իսրայելի
ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների եւ շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել ասված է շարժման հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, եթե Համասը չվերադարձնի գերիների մարմինները եւ խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետին վերսկսել ռազմական գործողությունները։ Պակիստանը եւ Աֆղանստանը սահմանային բախումներից հետո պայմանավորվել են երկարաձգել հոկտեմբերի 15-ին ձեռք բերված 48-ժամյա հրադադարը։ Reuters-ը վկայակոչելով իր աղբյուրները հայտնել է, որ կողմերը որոշել են բանակցություններ անցկացնել։ Պակիստանի եւ Աֆղանստանի պատվիրակությունները կհանդիպեն Դոհայում։ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև լարվածությունը սրվել է անցած շաբաթ։ Տեղեկություններ էին տարածվել, որ բացի սահմանային մարտերից, Պակիստանը ռազմական ինքնաթիռներով ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։ Հաղորդվում է երկու կողմից զոհերի մասին, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Ավելի վաղ Պակիստանը մեղադրել էր թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Թալիբներն էլ հորդորել են Պակիստանին խաղեր չխաղալ Աֆղանստանի հետ, ընդգծելով ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Իսլամաբադի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել։ Ստեփանավան խոշորացված համայնքի ուրասար բնակավայրը նշում է հիմնադրման 195-ամյակը։ 1830 թվականին անվանվել է Կույբիշև, Նովոպոկրովկա, Պոկրովկա եւ 1991 թվականին վերանվանվել Ուրասար։ Հոկտեմբեր ամսին ռուսները ունեցել են տոն եւ նշել են Աստվածածնի քողի օրը։ Իսկ այս տարի որոշվեց նշել բնակավայրի հիմնադրման օրը։ Ստեփանավանի համայնքապետարանի աջակցությամբ տոնը մեծ շուկով նշելու գաղափարը դարձավ իրականություն։ Առաջի տարին է, որ ըստ էության նշվում է հենց այսօրը, ռուսները որ այստեղ ապրել են, այդ Պոկրովի օրը միշտ նշել են Սուրբ Աստվածածնի հոկտեմբերի 14-ին, բայց արդեն հայերի բնակչությունը ճնշող է, այստեղ այդ Պոկրովը, այդ տոնը չի նշվել։ Եվ առավել եւս որպես գյուղի տոն, գյուղի հիմնադրում, սա առաջին անգամն էր։ Գյուղի հիմնադրում առաջին անգամ մենք նշում ենք ուրախությամբ, տոնական տրամադրությամբ եւ տեսնում եք, թե ինչքան գեղեցիկ համույթներ են ելույթ ունենում։ Սա մենք համոզված ենք, որ կդառնա ավանդական։ Ուրասար բնակավայրը օր-օրի զարգանում է։ Ասֆալտաբաց ճանապարհներ, գազաֆիկացում, մշակույթի տուն, մանկապարտեզ եւ այլն։ Այն աչքի է ընկնում պատմամշակութային հուշարձաններով, Քրիստոսից առաջ երկրորդից առաջին հազարամյակների ամրոց բնակատեղիով, դամբարանադաշտ, եկեղեցի ու ջրաղաց։ Գյուղը հայտնի է նաև կարմիր գրքում գրանցված ջրաշուշաններով։ Լիճն ու ջրաշուշանները դարձել են զբոսաշրջիկների սիրելի վայրը։ Մարդիկ տներից դուրս եկան, հոգսերից կտրվեցին։ Վերջապես գյուղի մեջ մի հատ պատմական օր էր, որը որ նշելու, ամեն տարի հիշելու համար սկիզբն է, շատ պատասխանատու իդեպ արարողություն է։ Բոլորը միասին հենց հիմա մի ընտանիքի պես, սիրով հյուրերի հետ իդեպ շատ լավ անցկացնում են։ Դրանից լավ բան ինչա պետք է ժողովրդին։ Ես շնորհավորում եմ բոլորիս։ Խոսքերն ավելորդ են, ես չգիտեմ բառերով ոնց ձևակերպեմ, բայց բոլորիս համար ամեն մեկից ծնունդի պես մի հատ տոն է։ Գյուղի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։ Այս տոնը նրանց կտրեց առօրյա հոգսերից, համախմբեց ու փոխանցեց տոնական տրամադրություն։ Նրանք Ուրասարը սիրում են ու նույնիսկ հնարավորության դեպքում չեն պատրաստվում լքել այն։ Ներկապային ես շատ ուրախ եմ այս նախաձեռնությունը, այս տոնը վերհիշողներին, շատ շնորհակալություն եմ հայտնում իրանց։ Եղել է Ռուսաստանում ապրելու հնարավորություններ, եղել է գյուղից դուրս, բայց ոչ, ես ընտրել եմ իմ հայրենիքը, իմ գյուղը, ես հիմա տենում եմ, որ իմ գյուղը զարգանում է, ես ուրախ եմ իմ հայ լինելու համար, ես ուրախ եմ, որ իմ հայրենիքը չեմ լքել, ես ուրախ եմ, որ հայ եմ։ Տոնական միջոցառմանը գեղարվեստական մասն ապահովեցին Ուրասարի դպրոցի ու մանկապարտեզի երեխաներն ու Ստեփանավանի մշակույթի տանսաները։
3 տարի առաջ Կապանում սկսեց գործել Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանը։ Հանդիսավոր բացումից հետո կառույցը սկսեց ակտիվորեն համագործակցել գրեթե բոլոր հաստատությունների հետ։ Մարզի ղեկավարի աշխատակազմից ու համայնքների ղեկավարներից սկսած մինչև հանրակրթական, մշակութային կրթօջախներ ու գործարարներ։ Ամենամյա ամփոփիչ միջոցառմանը հյուրերի կազմում էին բոլոր այն կառույցների ներկայացուցիչները, որոնց շնորհիվ հյուպատոսարանը կարողացել է բաժին հասած բարդ իրավիճակներից դուրս գալ պատվով, հաղթահարելով խնդիրները։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը բարձր գնահատեց հյուպատոսարանի աշխատանքը, ընդգծելով. Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերություններն այնքան ամուր են, որ թույլ չեն տալիս երրորդ կողմերին նույնիսկ չնչին թույլ ըմբռնում առաջացնել երկու կողմերի միջև։ Հարաբերությունների գնացքը շարժվում է ճիշտ ուղեգծով, նշեց Պաշտոնյան, մեջբերելով փոխադարձ առևտրատնտեսական կապերի հեռանկարները։ Նախատեսումները ցույց են տալիս, որ այս տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կգերազանցի $900 միլիոն։ Հաշվի առնելով մեր երկրների ղեկավարների ռազմավարությունը, որը միտված է առևտրի ծավալների մեծացմանը, անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ։ Արաքս գետի վրա առկա կամուրջը չի կարող սպասարկել նման ծավալի փոխադրումները։ Շարունակական ջանքերի շնորհիվ կանխատեսվում է, որ մոտ ապագայում կմեկնարկեն երկրորդ կամուրջի շինարարական աշխատանքները։ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնումը եւ Սյունիքի մարզի ազնիվ պաշտոնյաների ու բնակչության անգնահատելի համագործակցությունը շատ կարևոր դեր են խաղացել երկու երկրների միջև բոլոր առումներով հարաբերությունների զարգացման գործում։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանը այս կարճ ժամանակահատվածում կարողացել է շատ մեծ աշխատանք կատարել, անդրադառնալով կառույցի 3 տարվա գործունեությանը, շեշտեց մարզի ղեկավարը։ Ձեր գործունեության շնորհիվ է, որ քննարկվում է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սյունիքի մարզի բոլոր դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցումը, որտեղ մինչ այդ կարծես թե դրա պահանջարկը որպես այդպեսին շատ տեսանելի չէր։ Դա տեսանելի դարձավ, երբ որ ձեր աշխատանքի շնորհիվ հարաբերությունները ել ավելի խորացան, ակտիվ իրականացնում էին տարբեր միջոցառումներ, փառատոներ, գիտաժողովներ, այդ ամեն ինչը ուղղված է երկու երկրների ժողովուրդների մերձեցման, իրար լավ ճանաչելու, ինչը կարծում եմ զարմանալիորեն ձեզ մոտ ստացվել է ու շատ բարձր մակարդակով։ Շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, հյուպատոսը եւս մեկ անգամ հիշեց, թե ինչպես 3 տարի առաջ սկսեցին իրենց գործունեությունը եւ ինչ տրամադրությամբ։ Երբևէ չեմ մոռանա պարոն Թադևոսյանին եւ Տիկին Հասմիկին։ Այդ օրվա միջոցառումը, որին ներկա էին արտաքին գործերի երկու նախարարները, շատ բարձր մակարդակով բացում կատարվեց։ Նայելով այս 3 տարվա կատարածին, տեսնում եմ դեռ շատ անելիք ունենք։ Ընդամենը մի քանի աշխատակցով է հյուպատոսարանը կարողացել գործունեություն ծավալել մարզի ողջ տարածքում, հայ-իրանական փառատոններ կազմակերպել, պարսկերեն սովորեցնել, փոխադարձ այցեր կատարել, հյուրեր ընդունել, Իրան-Իսրայել հակամարտության օրերին աջակցել կարիքավորներին, նպաստել անցակետի անխափան աշխատանքին։ Հիմնական կասեի իրանցիների մեծ տոկոսը եթե ինքնաթիռով չեն մտնում Հայաստան, բնականաբար անցնում են ցամաքային ճանապարհով եւ այցելում են Սյունիք։ Իրանի քաղաքացիների հարցով լինում են բազմաբնույթ, այսպես ասած, տեսակ աշխատանքային բեռնատարի վարորդների հետ կապված, որովհետեւ գիտեք, լեռնային ճանապարհը ունի իր վտանգները, դեպքեր են ունեցել ավտովթարներ, խնդիրներ եւ այլն, եւ բնականաբար այդ ընթացքին դիմում են մեզ, քանի որ Սյունիքում ենք անմիջապես դա լինի գիշերը, կեսգիշերին կամ առավոտը շուտ եւ կամ աշխատանքային ժամերով, դա մեր աշխատանքների երևի կասեմ հիմնական ուղղվածությունը այդ կողմում է, որ աջակցում ենք բոլոր վարորդներին։ Ի պատիվ համագործակցության ու ջերմ հարաբերությունների միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներին, գործարարներին, գործընկեր կազմակերպություններին, այդ թվում Սյունիք հեռուստաընկերությանը։ Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում հետիոտնային կամուրջ է կառուցվել։ Կամուրջը իրար է կապում բնակավայրի թռչնանոց եւ թթուջուր կոչվող թաղամասերը։ Միաժամանակ այդ թաղամասերի բնակիչների համար կենտրոնական փողոցը շրջանցելով կարճ ճանապարհ է ստեղծվում Սարուխանի համար 1 եւ համար 2 դպրոցներ հասնելու համար։ Դպրոց գնալու համար պետք է կենտրոնական ճանապարհով գնայինք, իսկ կամուրջը կառուցելուց հետո մեր ճանապարհը կրճատվել է, ժամանակ ենք խնայում։ Շնորհակալ ենք նախաձեռնության հեղինակներին։ Նախկինում որպես կամուրջ ծառայել են բնակիչների կողմից գետի վրա տեղադրված խողովակները, որոնց վրայով անցնելը բավականին վտանգավոր էր։ Ես էստով չի կորում անցնի, բայց հիմա շոտ ուրախության մեծ սիրով անցնում ենք։ Շոտ լավ է, գոհ ենք, շնորհակալ ենք բոլորից, բոլոր կազմակերպություններից։
Խնդիրը ներկայացվել է Գավառի համայնքապետարան եւ լուծում ստացել։ Կամուրջը կառուցվել է Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 6 հեկտար հողամասի վրա ընդերկօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ։ Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում եւ իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվության մի ընկերության սեփականատեր։ Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ Վտանգների կանխարգելման ու հանցավորության դեմ պայքարի առաջամարտիկները հենց նրանք են՝ պարեկային ծառայողները։ Նրանց առաքելությունն է հասարակության համար ապահովել անվտանգ միջավայր, իսկ նվիրումով ու պատասխանատվությամբ ծառայելը երբեք աննկատ չի մնում։ Շիրակի մարզի գումարտակի պարեկ Մայիս Ռոզիկյանն է, 2024 թվականի լավագույն պարեկային ծառայողը։ Տարիների ծառայության նրա աշխատավոճի հիմքում միշտ առաջնահերթ է եղել այն գիտակցումը, որ մարդկանց անվտանգության ապահովումը նաև իր պատասխանատվությունն է։ Օրինահարկ վարքագիծ, վճռական պայքար հանցավորության դեմ եւ քաղաքացիների կողքին լինելու պատրաստակամություն։ Հենց այս սկզբունքներն են բնութագրում Մայիս Ռոզիկյանի ծառայողական գործունեությունը։ Մայիս Ռոզիկյանին դեռևս ճանաչել եմ 2022 թվականից պարեկային ծառայություն Շիրակի մարզի գումարտակի կազմավորման ժամանակ։ Այդ ժամանակ ես եւ Ռոզիկյան Մայիսը միևնույն կարգախմբում էինք ծառայում։ Ռոզիկյանը այդ ժամանակվանից աչքի ընկել իր կարգապահությամբ, պատասխանատվության զգացումով, ամենօրյա ինքնակրթությունով։ Դասակի հրամանատարի խոսքով լեյտենանտ Ռոզիկյանն առանձնանում է բարձր պատասխանատվությամբ, արագ կողմնորոշվելու հմտությամբ եւ դժվար իրավիճակներում հանդուրժողական ու համբերատար վարքագծով։ Այս ամենի վկայությունը նրա բազմաթիվ բացահայտումների ամփոփ վիճակագրական ցուցանիշներն են։ Ամփոփ 2024 թվականի ընթացքում Ռոզիկյան Մայիսը ունի 120-ից ավելի հանցագործության դեպքեր բացահայտած, այդ թվում թմրանյութի հայտնաբերում, զենք զինամթերքի հայտնաբերում, խուլիգանության դեպքեր։ Մայիս Ռոզիկյանի սերը համակարգի հանդեպ միանգամից չի ծնվել, իսկ ոստիկանությունում էլ շատ պատահական է հայտնվել։ Սակայն ժամանակի ընթացքում այդ կապը դարձել է խորն ու անբացատրելի, ինչը եւ նրան ոստիկանության զորքերից պարեկային ծառայություն է բերել։ Ոստիկանություն ընդունվելու որոշումը կայացրել եմ շատ պատահական, հայրիկիս հետ ունեցած զրույցից հետո ընկերներից մեկը ասաց, որ ընդունելություն կա ոստիկանության զորքերում, ու 2017 թվականին ընդունվեցի ոստիկանության զորքերում ծառայության։ 2021 թվականին իմացա, որ ստեղծվել է նոր պարեկային ծառայություն, որոշեցի, որ նոր հնարավորություն է փոփոխել թե ծառայությանս ձևը, թե ապրելակերպս, որոշում կայացրեցի, որ պետքա դիմեմ Լոռու եւ Շիրակի ընդունելության համար պարեկային ծառայության։ Մայիս Ռոզիկյանի խոսքով լավագույն պարեկային ծառայողի կոչմանն արժանանալու համար արտասովոր ոչինչ չի արել։ Ծառայել է ինչպես հարկն է, որպեսզի չունենա որևէ բաց թողում, թերացում։ Անկեղծանում է, լավագույն ծառայող կոչման հետ ամբողջությամբ հաշտ չէ։ Նրա համոզմամբ իր ծառայակից ընկերները եւս արժանի են լավագույնը համարվելու, քանի որ անում են հնարավոր առավելագույնը։ Նրա խոսքով լավագույն ճանաչվելը ժամանակավոր է, իսկ լավ ծառայող լինելը շարունակական աշխատանք ու նվիրում։ Իսկ եթե մի օր նրա երեխաները որոշեն ընտրել պարեկային ծառայությունը, Ռոզիկյանը միանշանակ կաջակցի նրանց, վստահ լինելով, որ այդ ուղին ընտրելիս հիմքում պետք է լինեն սերը, պատասխանատվությունը եւ շարունակաբար կատարելագործվելու ցանկությունը։ Եթե նույնիսկ ընտրեն պարեկայինը կաջակցեմ, իմ ունեցած գիտելիքները այդ ոլորտի կփոխանցեմ իրենց եւ պատվով համազգեստս կկախեմ կախիչին, ոնց որ բոլոր պարեկային ծառայողների ու ոստիկանների երազանքն է։